Ժամանակա որ շենքն է, մի հատ կասեք։ Սա 16 շենքն է։ Բաբաջանյան 16 շենք։ Ինչքան ժամանակա որ խնդիրը առկա է։ Խնդիրը երևի մի 20 օր կլինի որ առկա է։ Ես կոնկրետ մեկ շաբաթ առաջվանից եմ դիմում իրենց։ Այսօր զանգեցի որ հասկանամ մի 3 հատ հայտ եմ ուղարկել։ Այսօր զանգեցի որ հասկանամ հայտերի վիճակը ինչ է մոտենալու են թե չէ։ Ասում են ինժեները մոտեցել է ու ասում է որ դիտահորը գտնվում է ավտոտնակի ներսում։ Այս դիտահորը որ մեր աչքի առաջ է։ Ու իրենք ոչինչ չեն կարող անել։ Բայց այս դիտահորը հեսա երևում է։ Դիտահորը էստեղ է։ Այն դիտահորի մասին է խոսքը, որտեղից ջուրը դուրս է գալիս, կեղտաջուրը։ Այս ամբողջը այս դիտահորից է։ Իսկ էլի ա եղել այդտեղ նման դեպք։ Հա, շատ։ Իսկ օպերատիվ արձագանքել են, թե էլի տենց երկար։ Չէ, միշտ եկել են, նորոգել են, չգիտեմ, երևի լավ չեն նորոգել, որ անդադ այդ խնդիրը լինում է։ Խնդիրը մշտական կա այստեղ։ Այսինքն այս վերջի դեպքը եղել է մոտ մի ամիս առաջ։ Ինչքան ժամանակա որ։ Գրեթե մի ամիս է այս վիճակն է, չեն նորոգել։ Այս վիճակը մի ամիս կա։ Մի ամիս է այս կեղտաջուրը սենց լիճա կազմել ու այսքան շատ չէր, ոնց որ քիչ-քիչ ավելի շատացա, դե որ չեն նորոգում, ինքան անդադ դուրս է գալիս այս դիտահորից։ Այս վիճակն է։ Շենքի բնակիչները տարբեր մարդիկ էլի զանգել են, հայտ են ներկայացրել, նույնիսկ այս ավտոտնակի սեփականատերը զանգել, ասել է, որ այս դիտահորը չի գտնվում իր ավտոտնակում, դրսում է, կարող են գալ նորոգել, ոչ չեմ մոտենում։ այսինքն ձեզ պատճառ են գտել ընդամենը չգալու։ Կառավարություն ենք դիմել ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, ջրային կոմիտե, բայց բոլոր տեղից ասում են, որ դա միայն Բեհելյան պետք է կարգավորի, ինքը առանձին կազմակերպություն է ու ոչ ոք այստեղ ոչինչ չի կարող անել։ Մենք պետք է ուղղակի այս ֆոտո շնչենք, այս տեսարանը տեսնենք։ Եվ ամանորեն ձեռտուն հյուրեր կան եւ այս խայտարակ պատկերը տեսնեն։ Այս հատվածով երեխաները պետք է պարտեզ գնային, բնականաբար չեն կարող գնալ այս տարածքով, պետք է շրջանցենք, այն հետևի կողմով գնանք։